Շատ լավ, ինչ վերաբերվում է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին այդ հարցով, դա քաղաքական բաղադրիչներ ունի, ես դրան չեմ կարող անդրադառնալ, բայց եթե խոսքը գնում է զուտ մասնագիտական տիրույթում, Թուրքիան, մենք այդպիսի ինֆորմացիա չունենք, կարծում եմ դուք էլ չունեք, որ դիմել է Ռուսաստանին մոդուլային ատոմակայաններ կառուցելու համար։ Դրանք տարբեր բաներ են, մի խառնեք իրար, հարգելի գոլեգաներ, Ատոմակայան են կառուցում, չեմ ասել մոդուլային են կառուցում։ Ես էլ դա եմ ասում, որ չի կարելի մոդուլային ատոմակայանի կառուցումը նույնացնել հզոր 1000 կամ 1200 մեգավատանոց ատոմակայանի կառուցման հետ։ Ես էլ ասում եմ, որ մենք չունենք այդպիսի փաստ, որ Թուրքիան դիմել է Ռուսաստանին, Ռուսաստանի Դաշնությանը մոդուլային ատոմակայան կառուցելու հետ կապված, հետևաբար բանավեճի ենք վերածում արդեն։ Ես պատասխանում եմ ձեր հարցին։ Ռուսաստանի հետ կապված հարցից պատասխանում։ Մենք էլ սկզբից սկսենք, էլի, դուք սկզբից ասացիք ինչ եղավ դե։ Լավ, մի րոպե, հանգիստ։ Առանց բանավեճի ժողովուրդ, ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել, բայց այդ հարցերը պետքա հարց ու պատասխանի ձևաչափով գնա, ոչ թե հարցաքննության կամ բանավեճի։ Երկրորդ հարցը ուրանի հետ կապված հարցը։ 20% թե 5% հարստացված ուրանով են օգտագործում այդ միջուկային վառելիքը տվյալ կայաններում, այդ հարցի նկատմամբ ցավոք սրտի ես այս պահին չունեմ համապատասխան խորությամբ տեղեկատվություն, որպեսզի ձեզ պատասխանեմ, բայց միջուկային թափոնների մասին երբ որ խոսվում է, այստեղ դեռ վաղ է միջուկային թափոնների մասին խոսելը։ Տեսեք, գործող ատոմակայանում մենք անկախությունից հետո տարիներ շարունակ կառուցել ենք սառը պահեստարան եւ օգտագործված միջուկային վառելիքը մենք տեղափոխում ենք այդ սառը պահեստարանը եւ պահում ենք այնտեղ։ Հաճախ էլի քննադատների խոսքում լսվում է հետեւյալ տեսակետը, որ մենք մեր երկիրը կեղտոտում ենք, թունավորում ենք եւ այլն, սխալ մոտեցում, որովհետեւ այդ միջուկային վառելիքը, օգտագործված միջուկային վառելիքը, իրազեկում եմ, ապագայի վառելիք է նոր տիպի միջուկային կայանների համար։ Աշխարհում այսօր բազմաթիվ նախագծեր կան, որոնք որ շուտով կյանքի կկոչվեն, որտեղ որ օգտագործվելու է բացառապես օգտագործված միջուկային վառելիք, որը նորից վերամշակվելուց հետո դառնալու է այդ կայանների վառելիքը։ Այսինքն ասելիքս ինչ է, որ այն վառելիքը օգտագործված, որ մենք ունենք մեր երկրում այսօր պահված, դա թափոն չէ, դա շատ թանկարժեք վառելիք է, որը որ եթե մենք էլ անգամ չկարողանանք օգտագործել չունենալով համապատասխան տիպի ատոմակայան ապագայում, ապա դա ենթակա է բավական բարձր գնով վաճառքի այն երկրներին, որոնք որ կունենան դրա կարիքը։